նկարված է Սպիտակավանի կոլտնտեսության առաջին նախագահ Մարութ Շմոյանը, որին հեղինակ Նաիրի Զարյանը փոխել էր Շմավոն Մարության։ Կենտկոմ հրամաններ անպայման տարածքը բացակ տեղ չմնա, ցանել վերջի հատիկը, կուլակաթափանել, ինչքան հնարավոր է բաց դաշտերը հացահատիկ ցանել։ Ինչքան կողմ տված է 5 պարկ հացահատիկ, 5 պարկից 5-ն էլ վերցրեք ու ցանեք, որ աշնանը բերք ունենաք ժողովուրդը ապրի։ Կոլտնտեսություն դա նշանակում է մեկը բոլորի համար, բոլորը մեկի։ Հանձնարարությունը ի կատարածելու համար կոլտնտեսության նախագահ Շմավոն Մարությանը, Մարութ Շմոյանը ընդունում է Երևանի գրողների միության անդամ Նաիրի Զարյանին։ Գրողների միությունում հանձնարարում են, ով կգնա, ասում են ես կամավոր։ Նաիրի Զարյանը գալիս է Սպիտակավան։ Այն ժամանակ նախկինում թուրքերի իշխանության ժամանակ եղել էր Համամլու տակ բաղնիկ։ Իսկ այժմ կոչվում է Սպիտակավան։ Այդ Սպիտակավանի առաջին նախագահը բնիկ սպիտակցի էր, ճանաչում էր բոլորին անուն առանուն ընտանիքի անդամներով, որպես մարդ հաշվի առնելով, որ Թորոսանց Մացակը ունի 15 թոռ ու ծոր, մի տարեկանից մինչև 14 տարեկան, ունի այսքան հարս, այսքան աղջիկ, բոլորն էլ աշխատունակ են։ Բա Մացակի Թորոսանց տանից ես որ այդքան ցորը նվերցնեմ, այդ երեխեք ինչով ապրեն։ Իր հավատարիմ խոսնակին, կատարածուին հրամայում է։ Ինձ իմ խոսքից հետո շտապ մտնում ես Մացակի տուն, ասում ես վաղը կոմիսիան գալու է քո տուն, 5 պարկից 2-ը դիր մի կողմ, մնացածը տեղավորի։ Նույնն անում է համապատասխան մյուս բնակիչով շատ, անչափահասով շատ ընտանիքներին։ Նույն կատարածում հավատարմորեն կատարում էր իր նախագահի հրամանը, պահանջը, հրաման չասենք, պահանջը։ Անցնում է ժամանակ, արդեն պիտի կար կոմիսիան, գալիս է ներկայանում Նաիրի Զարյանը։ Ես եմ ձեր գյուղի կոլտնտեսության մասին գրող հեղինակը, քանի որ այդ ժամանակաշրջանում հյուրանոց բառը չկար նաև հյուրանոց, հայոց բառապաշարում չկար հյուրանոց բառը, հյուրատուն կար, հյուրանոց չունեինք։ Հյուրատուն որպես կոլխոզի նախագահը տանում է իր տուն։ 2 օրում Նաիրի Զարյանը ինչքան կարողանում է ծանոթանում է շրջապատի կոլտնտեսականների հետ, ժողովրդի հետ, գիշերը քնում է նախագահի տանը, ծանոթանալով նրա կնոջ Տիկին Արուսյակի հետ, անունը պաշտպանված է, Տիկին Արուսյակի հետ, երեխաների հետ, ուրախացած, որ ինչ լավ բարի մարդիկ են սպիտակավանցիները։ Բավականին նյութ հավաքած վերադառնում է Երևան։ Գնում է միած ժամանակ անց վերադառնում է նորից Սպիտակավան։ Փաստը այն էր, որ այս անգամ գալիս է, մինչ այդ փողոցում հանդիպում է մի քանիսին, մի քանի պուլակի, հարցնում է ոնց եք, ինչ է, գոհ եք, որ ձեր հացահատիկը, ձեր չորքոտանիներից այսքան կովա, այսքան ոչխար տվել եք կոլտնտեսության, ասված չէ, գոհ չենք։ Մեկու մեջ արեր Շմանց Մարութը, ոնց, իմ հարևան Մացակի տանից 2 պարկ մեշոկա տարել, իսկ այն մեկի տանից, իմ տանիցը 12 մեշոկ։ Ասում է, սա հետաքրքիր թեմա է։ Նստում է մտածում, նորից ասում է ոչինչ, կհետաքրքրվեմ։ Թռչում է Երևան։ Գալիս է, էլի ավելացնա մի քանի տող, այդ գաղտնի հայտնելու համար։ Գալիս է
առաջի գլուխը ընթերցելու պահը կուսակցական ժողովում։ Բոլոր կուսակցականները նստած են ներքևը, իսկ Նայիրի Զարյանը բեմում ամբիոնի մոտ կարդում է, հասնում է մի գեղեցիկ տողի։ Երիտասարդ կոլտեյության նախագահը կարծես թե հետապնդում էր քարտուղարուհուն, իր գործավարին, օրորդ կոմերիտական վարսիկին։ Ստեղից թռչմա, հասնում ջոկ եմ բռնում, քորշան որդի, ում անունի հետ ես խաղում։ Դու մտածեցիր, որ այդ տողերը գրեցիր, էքի որսի տեր եմ, աղջիկ տղու տեր եմ, դու ինձ պախարակում ես։ Շտապ կողքի կուսակցականները թռչում են, մանուց սպանեցիր, պոկում են հեռասում, ասում են, բանա ռիսկ ունի իմ անունի հետ խաղա։ Էդ ում հետ համեմատում։ Իր Նայիրի Զարյանը վախից ետա նստում, ասում խոստանում եմ փոխեմ էջը։ Չգիտեմ ինչ կանես, հաջորդ անգամ եթե կկարդաս, ես այս տողերը չտեսնեմ։ Բա լիրիկական զեղում պիտի լինի, լիրիկական տողեր պիտի լինի, որ գիրքը սա փաստագրական չի, վավերագրական չի, սա վեպ է, գեղարվեստական, պիտի լինի լիրիկական մոմենտներ։ Լիրիկական մոմենտի վրա ես փորձան շունշան որդի։ Զարյանը վերադառնում է նորից Երևան, այս անգամ արդեն բողոքի իրավունքով հերթագրվում է կենկոմի քարտուղարի մոտ, որ ես եկել եմ նորություններ եմ պատմում ձեզ սենց բաներ։ Ստմա, ոչ թե ստմա, այլ գաղտնի արթեսրան ասել, նրան ասել, որ ձեր ոչխարը գյուղից հանեք, այդքան շատ մի պահի, կեսին վեր եմ ունելու, կեսին տարեք ձեր երեխեքին պահեք, նույնը կովերից 5 կովա, 2-ը դուք կոլտեսյանը, այն մնացածը քո երեխեքին, քո ընտանիքի անչափահասներին պահեք, որ մեծանան, վաղ ունենան կոլտեսական։ Սովից մեռնեն, ես ինչ կանեմ։ Ոգևորված Նայիրի Զարյանին, Մացակ Պապյանին պատմելուց հետո Նայիրի Զարյանը դուրս է գալիս, որտեղ կենկոմի քարտուղարը խոստանում է, թե ես այդ հարցով կհետաքրքրվեմ։ Անմիջապես կանչում է իր դռնապահին ու պահանջում Սպիտակ Ավանի կոլտեյության նախագահին հրավիրել ինձ մոտ 2 օրվա ընթացքում, քանի թարմ է տպավորությունը։ 2 օր հետո Շմավոն Մանուկյանը գալիս է, չմոռանամ մի բան էլ ավելացնեմ, որ Նայիրի Զարյանը այս անգամ արդեն մեկնաբանն է, որ այդ լիրիկական շեղումներից այսպես մի տող կա, որ քո անուն ազգանունը Մարութ Շմոյանը ես դարձրել եմ Շմավոն Մանուկյան, գեղարվեստական վեպ է, փաստագրական չի, որ նույնից մնա Մարութ Շմոյան, որ ունես քո ձին, որ այդ ձին ոչ մեկը չի կարողանում թամբել։ Ասում են ձիտ որտեղ արածում է, հենց դու սուլում ես, ձին բազելով գալիս է, երջի 2 ոտի վրա չոքում, որ թամբողը կարողանա նստի վրեն։ Դե դա փաստա ամբողջ յողն ավակայում։ Էլ որոշ չափով անցնում է, ասում են մեկ էլ մի գեղեցիկ պատմություն, որ քո երեխաների համար դու խելագարվում ես։ Ընդ որում Մարութ Շմոյանը որբ է մեծացել 6 ամսականից, նրան պահել են հոր եղբայրները։ Դրան որ նա գիտել ինչ է որբ զավակը, մաշկի վրա է զգացել։ Մի օր մի հոր եղբոր կինն է պահել, մի հոր եղբոր, մի օր ճաշի ժամանակին են տվել, մի օր ծեծելով են կերցրել, այնպես որ ինչ է որբությունը, դրա համար պարտադրում է, որ անպայման թող որբ երեխա չունենանք, մի պարկ ցորեն չունենանք, բայց որբ երեխա չունենանք։ Անցնում է ժամանակ, Նայիրի Զարյանը լուրը ուղարկում է Սպիտակ Ավանի կոլտեյության նախագահին հրավիրել կենտրոնական կոմիտե։ Կենտրոնական կոմիտեի գալիս անձնագրային կետում գրանցվում է Սպիտակ Ավանից Մարութ Շմոյանը։ Ոստիկանը գալիս է, ասում են դուք արդեն կարող եք այդ ամբողջ հերթի մեջ, դուք կարող եք գալ առանց հերթի, ժողովուրդ հրամանում Մացակ Պապյանինն է, իմիջ։ Ոստիկանը տանում է զինվորը դռնապահը, ոնց կուզեք։
տանում է ներկայացնում Մացակ Պապյանին, ինքը դրանը սպասում է։ Մացակ Պապյանը բնականաբար ողջունում է նախագահին, ինչպես եք, ինչ կա գործերից ամեն ինչ, խորը բանիմաց, որ ամեն ինչի տեղյակ է գյուղի, մանրամասը բացատրում է, սանկսը կատարված է կոնտենցիան։ Այն տանից, որ մի քանի երեխա կա, ես տեղյակ եմ, ես բոլորին տան աշխատողների թիվ ավելացրել եմ, եկեք աշխատեք, որ կոլխոզից կոնտենցիոնից ունենաք հարկ ձեզ վճարելու, չափ ունենաք, հենց այնպես չլինի։ Երկար ժամանակ Մացակ Պապյանը լուր լսում, ասում, իսկ այդ ինչպես եղել, որ 5 պարկից 2-ն է վերցրել կոնտենցիան դաշտերի համար, 3 պարկը թողել տանը։ Մարդ Շմոյանը հասկանում է հարցը որտեղ է։ Դրա մասին ով պիտի գար սրան հաղորդել, եթե ոչ Նաիրի Զայրյանը։ Ասում է, ինչ ես ապտակել մեր ուղարկած գրողին։ Յանուշադին լսում, ասում է, դու ինձ բացատրի, ինչ ես արել այն մնացած հացահատիկը։ Մանրամասը տեղյակ լինելը, որ ամեն ինչը գիտի Կենտկոմի քարտուղարը, ավելի մանրամասը պատմում է։ Գլուխս բարձին դնեի, չէի կարող քնել։ 14 որդերս սոված էին, անք հայր չունեին, մայր ունեին, տատու պապ ունեին։ Ես 2 պարկ ցորենը վերցրել եմ, տեղավորել եմ, որտեղ էլ որ չեմ ունեցել, ուրիշ գյուղից եմ փոխարել, բերել, որ պարկս հետո կտամ վերքա հավաքին։ Այնպես, որ ոչ մի որ չմեծանա իմ գյուղում։ Էլի ուշադիր հարցնում, բա ոնց էր տեղյակ պահում, կոմիսիայի աչքերը փակում, ասում սովորական ձևով, չեմ խաբում։ Թոների խաչերկաթը վերցնում էի, ես արդեն գիտեի ում եմ տեղյակ պահել իմ կատարածուի միջոցով։ Գնում էի, հորը բացում էի, խփում է, ասում է, այս անտղա, բասում են շատ ցորեն ունես, ուր ընդամենը 3 հատնա, դերա թոքոտաններ մնա, չեմ ուզում, քո որբերին պահի։ Գնում էի մեկի տունը, տեսնեի իմ հայտնած տունը, որին գիտեմ էլի շատ երեխա ունի։ Էլի այդպես խառնում, խփում էի Թոնիրի բեռնին, ասում է, ուր ասեղ ցորեն։ Ինձ ասել են ցորեն կա, ասեղ ցորեն չկա։ Գնում էի մեկ ուրիշին, ասում է 5 կով ունես, 5-ն էլ պիտի տաս։ Կուլակ էր նա, ուներ շատ կով, նա արդեն տեղավորել էր իր կովերը։ Ես գիտեի դա, ես համամլեցին, ես չգիտեմ ով ինչ շնչեմ։ Երբ ամեն ինչ մանրամասը պատմում է, Մացակ Պապյանը ձեռը դնում է կրծքի վրա ու ասում է, ամեն ինչ լսել էի, բայց այս տեսակ խոստովանություն Կենտկոմի քարտուղարի մոտ չէի պատկերացնում, չեմ լսել։ Մարդ է եղել, այո, համագյուղացու համար նվիրված։ Ոչինչ այդ 2 պարկը, ոչինչ այն 4 գլուխ ոչխարը, այն կովը մի հատ, այն մյուսը, կարևոր քո գյուղացին սոված չի եղել այս մինչև վերքա հավաքը։ Շնորհակալ եմ։ Մարդ տեսակից զանգը տալիս է, զանգը տալու հետ ներս մտնում նռնապասմա, մի նկարիչ բեր, անմիջապես, մի նկարիչ նգնում է, նկարիչը գտնում, ապարատը ձեռի նկարիչները, այսօր ոչ հեռախոսն է, ոչ կոմպյուտերը։ Նկարիչ գալիս է, Մացակ Պապյանը ասում է, ինձ ու այս նախագահին միասին նկարեք։ Արժանի մարդի իմ կողքի նստած մարդը, մարդ մեծատառով, հացավանում Շմավոն Մարության, կյանքում Մարութ Շմոյան։